Տիկին Բադալյան, նախ խնդրում եմ մեզ ներկայացրեք, թե ինչպես ի վերջո ԿՊ-ի այսպես տեխնացուն դարձակ, որովհետև նախորդ գումարման նաև խորհրդարանում մենք տեսել ենք այդ ընթացքը, երբ որ դուք հրաժարվում եք առաջադրվել, նեղացել եք, չգիտեմ, ոնց ի վերջո ձեր վրա կանգ առավ տեխնացությունը, ինչպես դուք այս անգամ ցանկացաք ղեկավարել հանձնաժողովը, որովհետև նախորդ տեխնացուի դեպքում հայտարարել եք, որ նման ցանկություն չունեք, ինչա փոխվել ձեր մեջ։ Երբ որ դուք ասում եք Տիկին Բադալյան, որ առաջ մարդիկ իրենց անշարժ գույքն էին վաճառում առողջական հարցեր լուծելու համար, ես դες պետք է հիասթափեցնեմ եւ այսօր էլ կան մարդիկ, ովքեր իրենց անշարժ գույքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար, առնվազն մեկ ընտանիքի ես ճանաչում եմ եւ այդ հիվանդությունը կապված է չարորակ նոյագոյացության հետ եւ անկեղծ ասած զարմացա, երբ որ դուք գոհունակության պարզանագրում եք եւ ձեր խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ խնդիրը ըստ էության լուծված է չարորակ նոյագոյացություններ ունեցող հիվանդների պարագայում, այդպես չի։ Այդպես չի անգամ, երբ որ առողջապահության պարտադիր ապահովագրությունն է ներդրվել, որովհետև այո, մի քանի 100,000 դրամով գումարը ավելացել է, բայց դա հարցի լուծում չի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հարցի լուծում չի, եւ մարդիկ իսկապես իրենց ունեցվածքը վաճառում են Հայաստանում կամ հաճախ Հայաստանի սահմաններից դուրս այդ հարցերը լուծելու համար։ Առհասարակ դուք ինչպես եք տեսնում այս հարցի լուծումը, որովհետև տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդ քաղաքացիների թիվը հանրապետությունում։ Ես այստեղ քանի որ ժամանակը սպառվեց նաև դեղերի հետ կապված հարց ունեի, միևնույն է, որքան էլ գրանցման խնդիրները ըստ էության այսպես ավելի ընթացակարգերը հեշտացվել է եւ այլն, միևնույն է այդ խնդիրն էլ չի լուծում, լավ արձագանքի ժամանակ մյուս հարցերը կտամ։ Շնորհակալություն Տիկին Խամոյան, ինչ վերաբերում է իմ տեխնացության առաջադրմանը կամ չառաջադրմանը, բազմիցս մեկնաբանել եմ, բայց էլի շատ անկեղծ մեկնաբանեմ։ Ես միշտ ասել եմ, եթե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում կա որևէ բուժ աշխատող, անկախ նրանից ավագ, թե միջին, թե կրտսեր բուժ աշխատող, ապա ես չեմ տեսնում նպատակահարմար չեմ գտնում առաջադրվելու։ Այս անգամ հաշվի առնելով ուղղակի այս երկու գումարումներով իմ փորձը առողջապահության հանձնաժողովում եւ միևնույն ժամանակ բազմաթիվ կիսատ թողած նախագծեր եւ ընդհանուր առմամբ կարծում եմ դուք եք հասկանում ինչպես է ընթանում առողջապահության հանձնաժողովում հարցերը ընդհանուր առմամբ եւ խորհրդարանական հատվածը առողջապահության ոլորտի կարծել եմ, որ ճիշտ կլինի առաջադրվել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սատարել է այս իմաստով։ Այս հարցը այսպես։ Ինչ վերաբերում է չարորակ նորագոյացություններին, ցավում եմ, որ իմ խոսքից այնպես ստացվեց, որ ամբողջությամբ հարցը լուծված է։ Իհարկե, կան հիվանդություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունում դեռևս հնարավոր չի լինում բուժել եւ մարդիկ պիտի մեկնեն արտերկիր։ Ինչ վերաբերում է Հայաստանում բուժվելու համար կարող են անշարժ գույք ծառայել, որպեսզի Հայաստանում այդ բուժումը իրականացնեն, այստեղ ես խնդիր եմ տեսնում եւ եթե կա մասնավոր դեպք եկեք քննարկենք, որովհետեւ նույնիսկ մինչեւ առողջության ապահովագրության ներդրումը այնուամենայնիվ պետությունը սկսեց փոխհատուցել չարորակ նորագոյացությունների վիրահատությունը բոլոր դեպքերում։ Սկզբում մի քիչ դժվարություններ կար ֆինանսներ հատկացնելու, քիմիոթերապևտիկ, որոնք ավելի թանկարժեք են, քան վիրահատությունը, դեղորայք հատկացնելու եւ փոխհատուցելու իմաստով։ Այսօր այդ ծավալն էլ ենք մեծացրել, բայց այնուամենայնիվ չենք հասցրել իր մաքսիմումին։ Եվ բացի չարորակ նորագոյացություններից էլի կան կյանքի համար վտանգավոր, կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, որոնց բուժմանը համակարգը ձգտում է, թե իր գիտելիքներով, մարդկային ներուժի պլանավորմամբ, կրթությամբ եւ այլն, բայց դեռ ճանապարհ ունենք մենք անցնելու, այն դեպքում, երբ որ մի շարք երկրներում առաջատար դրանք բուժվում են եւ այս իմաստով, եթե առողջապահության նախարարությունը որոշակի օգնություն կարողանում է ցույց տալ, բայց սա չի լինում այդ ամբողջ բուժման կեսը կամ ամբողջական գումարը որոշ օգնություն, իհարկե դա հնարավոր է լինում կազմակերպել, բայց ցավում եմ դեռևս կան հիվանդություններ, որոնք շատ թանկարժեք են եւ որոնց բուժմանը
լիակատար բուժմանը մենք հասնելու համար անցնելիք ճանապարհ ունենք։ Արձագանք։ Տիկին Բադալյան, Հայաստանում ամբողջությամբ անգամ քիմիոթերապիայի ծախսը չի փակվում, այս անգամ ավելացումով։ Ես ձեզ մի քանի թիվ եմ ուզում ասել։ Հայաստանում ամեն 43-րդ մարդ քաղցկեղ ունի։ Երևանում ամեն 35-րդ քաղաքացի։ Անկախացումից ի վեր 3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնանք Յոլյանի օրինաբանական ինստիտուտ եւ այնտեղ դուք կտեսնեք բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ խնդրի առջև են կանգնած։ Միայն Հայաստանի սահմաններից դուրս բուժում իրականացնելու մասին չի խոսք։ Ես նորից եմ ասում, խոսքը քիմիոթերապևտիկ նյութերի փոխհատուցման ծավալների մասին է գտնում։ Այսինքն անգամ դա հնարավոր չի լինում ամբողջությամբ իրականացնել։ Դուք նաև ցրված սկլերոզի թանկարժեք դեղահաբի մասին խոսեցիք, այո, դա այդպես է, բայց մեր քաղաքացիները մի հատ ուրիշ խնդիր էլ ունեն։ Այդ ծանր հիվանդությունները շալակած անընդհատ քաշքշուկի մեջ են ընկնում, թղթաբանության մեջ են, պոլիկլինիկայի հերթերի մասին էլ չեմ խոսում, բազմաթիվ անգամ բազմիցս դրանց մասին խոսել ենք, այսինքն մարդը հիվանդ է, բայց միևնույն է պետք է այդ ամբողջ պրոտոկոլը թղթաբանությունը եւ այլն, դա ինչպես եք պատկերացնում, որ հնարավոր լինի լուծել։ Էլի մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, որովհետև նման խնդիր պիտի չլինի, որովհետև ապահովագրության համակարգը ինչպես է գործում ընդհանուր առմամբ, դու այցելում ես տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին եւ հիվանդության արդեն դիագնոզի դեպքում, որը որ արմետ համակարգում գրանցվում է, այլևս որևէ բյուրոկրատիայի կարիք պիտի որ չլինի։ Ես կարծում եմ, որ այստեղ մասնավոր դեպքեր կան, որոնք մենք պիտի քննարկենք, եւ եթե խախտումներ են եղել ընթացակարգերի, մենք պիտի դրանով անպայման զբաղվենք եւ հուսով եմ կքննարկենք ու դուք կասեք ինչպես է ստացվել, այսինքն բուժող բժիշկը որտեղ է թերացել, որ չի կարողացել այդ ամբողջ ընթացակարգերում օգնել, որպեսզի քաղաքացին արագ անցնի։ Եվ իհարկե այս քաղցկեղի ահագնացող տարածումը եւ ելի եմ կրկնում քիմիոթերապևտիկ բոլոր դեղերը չեն, որ փոխհատուցվում են, բայց դրա վրա աշխատանք կատարվում է, բայց օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մենք երկար քննարկումների արդյունքում դրա լուծումներ ենք հնարավոր գտել։ Մենք շատ երկար քննարկում էինք ապահովագրության համակարգի ներդրումից անմիջապես հետո արդյոք պարտադիր դարձնենք սկրինինգները, ներողություն 10 վայրկյան, սա շատ կարևոր է, պարտադիր դարձնենք թե ոչ, բայց առաջիկա 1 տարվա ընթացքում պարտադիր պիտի լինեն այդ սկրինինգները, այսինքն կանխարգելման վրա մենք շատ ավելի մեծ ջանք պիտի գործադրենք, որպեսզի կանխարգելենք քաղցկեղը, հիվանդության կանխարգելումը շատ ավելի հեշտ է, քան դրա բուժումը եւ դրա համար բավականին շատ մեթոդներ արդեն կիրառելու ենք, կխոսենք դրանց մասին հաջորդիվ։